Սկսեցինք։ Բարև ձեզ, ես Միխայել Խաչատուրի Մարդոյանն եմ, անցած անգամ իմ լրատվական կայքում տվել եմ լուր հետևյալի մասին, որ քննչականի հետ խնդիրներ ունեմ, այնտեղ ձևավորվել էր սենց մի հարց, որ Սամվել Կարապետյանը բարեկամը Արամ Կարապետյանին թե ոչ, ուզում եմ հայտնել հետևյալի մասին, որ նրանք մեր բարեկամական կապ ընդհանրապես չկա, նրանք Լեռնահովիտ գյուղից են Սամվել Կարապետյանը, իսկ Արամ Կարապետյանը Մեծավան գյուղից են։ Ու եթե ես ինչ-որ մեկին անհարգալից ինչ-որ վերաբերմունք չեմ ուզեցել ցույց տամ դրանով ասելով, եթե ինչ-որ մեկին նեղություն եմ պատճառել, ես խնդրում եմ իմ ներողամտությունը։ Այսքանը կուզենայի ասել։ Իսկ ինչ կապված է քննչականի հետ Մխոյան Արմինեի կոնկրետ կատարած գործերը, մեկը մեր վերաքննիչ Դատարանի Բեկթաշյանի Չէ, բայց մի րոպե, ոնց եղավ, որ դու ինչպես իմացար, որ նախորդ անգամ երբ հարցրեցի, ասեցի Զինկոմ Կարապետյան արդյոք Տաշիրի Զինկոմ արդյոք գործարար Սամվել Կարապետյանի հետ ազգական է թե չէ, ասեցի կայո, բայց հետո ինչ փոխվեց այս ընթացքում, որ էլ բարեկամ չդարձան։ Փոխվելուն սենց էր, ճիշտ ասած, ես տեղեկատվությունից ուղղակի զուտ ազգանունների պահով ես գիտեի, որ իրանք ազգական են, բայց միայն դա թե ինչ-որ մեկը ձեզ ասել էր։ Ոչ, միայն դա, ինձ ոչ մեկ չի ասել դրա մասին, ուղղակի զուտ ճշտեցինք, որ որպես ազգական է, իրանք ազգական չեն, ուղղակի կրում են երկուսն էլ Կարապետյան ազգանունը։ Իսկ կարող է ինչ-որ ճնշումներ են եղել, որ դուք հիմա ասում եք բարեկամ չեն։ Ոչ։ Ճնշումներ չեն եղել, ոչ մի կողմից։ Ես թեկուզ Արամ Կարապետյանի նկատմամբ ոչինչ չունեմ ասելու, որովհետև նրանց կողմից էլ ինձ ճնշվածություն չի եղել, ոչ մի անգամ ոչ մի բան կապակցություն չի եղել։ Իմ ճնշվածությունը ես մենակ զգում եմ քննչականի կողմից, կոնկրետ Մխոյան Արմինեի կողմից ու իմ ճնշվածությունը ես զգում եմ, որ կոնկրետ Մխոյան Արմինեն իմ դեմ թե ինչ-որ բան ունի, թե չունի, ես արդեն չեմ կարող հասկանալ ճիշտն ասած, մեկը վերաքննիչ դատարանն է, որ ինձ նշանակել է 2 ամիս կալանք առանց իմ ներկայությամբ, առանց իմ փաստաբանի ներկայությամբ դատական նիստ են արել ու այդ նիստը նշանակել են իրանք արդեն։ Այսինքն կալանք են տվել, բայց դեռ չեն կալանավորել։ Ես կուզենայի, օրինակ, շատ կուզենայի կոնկրետ այս պահով միած զբաղվեին, կոնկրետ մեկ էլ Վանաձորի քրեականից այդ քրեականը, ով հայոյանքներով էր, ով անուններով ասեք։ Անունը Նորոյ է, ազգանունը ես չեմ հիշում իր ճիշտն ասած, քրեականի։ Մի քիչ հետ նստեք։ Որ մենք այդ տարածքում ենք եղել, իրանց տարածքում ենք եղել, այտենց ինչ-որ բաներ են խոսում, որ մենք ենք այնտեղ եղել, ես մեկ էլ իմ ծառայակից ընկերը Թումանյան Գարիկը, մենք այնտեղ ընդհանրապես չենք եղել, հա, ոսկու շուկայում մենք եղել ենք, ես էլ փաստը պատճառը ասել եմ, ոսկու շուկայում գնացել զուտ պատահականության սկզբունքով, որ ես ուզեցել եմ ոսկիները իմ ընտանիքի փոխեմ հինը նորով, ու Թումանյան Գարիկին էլ ուղղակի հանդիպել ենք Երևանում, ոչ թե Տաշիրում, ինքը Տաշիր չի եղել իմ հետ այդ ժամանակ, ես որ Տաշիրից գնացել եմ Երևան առավոտյան, մենք հանդիպել ենք Երևանում էլ ինքը իր ինչ-որ ընկերուհու հետ կապված ոսկեղենի խնդիր ունեն, այդպես համակել է։ Քրեականից ինչ էիք ասում, ով ա ձեզ հայոյել։ Նորոյ անունը, Վանաձորի քրեականից է։ Նորո ինչ, նորիկին ինչ պաշտոն։ Մենակ այտենց գիտեմ, քրեականի աշխատող է ինքը։ Թե հիմա կոնկրետ ազգանուն կամ իր պաշտոնը ես չգիտեմ։ Միայն հայոյանք է եղել, թե նաև հարվածել է ձեզ։ Չի հարվածել, ինքը հայոյանքներ էր ինձ տալի, նույնիսկ ինքը ընդ գոռաց, որ հələ բերեք ձեռնաշղթաները հագցրեք, բերեցին ինձ ձեռնաշղթաները հագցրեցին, բայց ես ոչ մի բան չեմ էլ արել իրան, ոչ կպել եմ ոչ մեկին բացարձակապես։ Հիմա կարող է օրինակ այս տեսանյութի հրապարակումից հետո էլ գաք ասեք, որ Նորոն ձեզ չի հայոյել։ Չէ, չեմ ասել, պնդելու եմ միջև վերջ։ Կամ ասեք Մխոյան Արմինե անունով այդ պնդելու եմ միջև վերջ։ Նույնը Մխոյան Արմինեն, նույնը Բեկթաշյանի պահով, մեկը նույնը այդ Նորոյի պահով, որ Բեկթաշյանը առանց ինձ, առանց իմ փաստաբանի դատական նիստ են արել, կալանք են ինձ տվել, Մխոյան Արմինեն առանց հիմունքների, առանց բաների, առանց ինձ որևիցե անգամ լսելու, առանց ինձ մի անգամ
գոնե զգուշացնելու, առանց ինձ կանչելու, տեղեկացնելու, իրանք անում են միշտ անօրինական բաներ։ Ու հիմա շարունակությունը ես հələ կոպիտ ասած sense նստած նայում եմ, սպասում եմ, թե ինչա կատարվելու, ես չգիտեմ դեռ ինչա կատարվելու։ Անորոշ վիճակի մեջ եմ, ոչ կարող եմ դուրս գալ աշխատանքի, ոչ կարող եմ ինչ-որ մի բանով զբաղվել, որովհետև ամեն վարքյան կոպիտ ասած սպասում եմ, թե ինչա լինելու։ Անորոշության մեջ եմ ընկած։ Իսկ այդ վերաքննիչի բանը երբ է ուժի մեջ մտնում վճիռը կալան։ Վերաքննիչի վճիռը ուրեմն գրված է սենց, երբ որ վերաքննիչ դատարան է, մարտի 6-ին է եղել նիստը նշանակված, ասում է, երբ որ ինքը նիստը արել է, հենց այդ բայից ինքը արդեն գործում է։ Բայց այստեղ ես քննչականից ճշտել եմ, ձեր գործը արդեն դատարան է ուղարկվում այս գործը։ Այսինքն նախաքննության ընթացքին խոչընդոտելու հիմքով կալանավորելու հարց էլ չպետք է առաջ գա, որովհետև նախաքննությունը ավարտվել է, գործը դատարան է ուղարկվում։ Օրինակ ինչ չեն ասա, որ նախաքննությունը ավարտվել է։ Ինձ ընդամենը մեկ անգամ են կանչել, հոկտեմբերի 3-ին Մխոյան Արմինեն, որ իմ դեմը դրվել է թղթերը, որ որպես մեղադրյալի իրավունքներ պարտականություններ չեմ ստորագրել, ինձ ասել է գնա։ Մյուս անգամը ձերբակալել են ինձ տարել են դատարան, ներկայացրել են սենց մեղադրանք, բայց դատարան ինձ ազատ է արձակել ու էլ ընդհանրապես չի եղել ոչ մի բան։ Հիմա պետք է կանչեն ինձ ինչ-որ բանի համար, այս 3 օր է, 3-4 ժամը 11-ին պետք է կանչել Մխոյան Արմինեն, պետք է գնայի։ Ինչ պատճառով իրանք իմ փաստաբանի հետ կապնվել են, չի ստացվել, փոխել էին 3 ժամը երեկոյան 6-ին։ 3 ժամը երեկոյան 6-ին պետք է նորից գնայի քննիչի մոտ փաստաբանի հետ, նորից էլի փոխեցին այսօր առավոտյան 11-ին։ Այսօր առավոտյան 11-ին նորից էլի ձյան պատճառով, թե փաստաբանը չկարողացավ գալ, էլի ասել են, սպասի մենք քեզ կզանգենք, օր կասենք երբ կգաս։ Ու ես չեմ հասկանում ուղղակի ինչա կատարվում, ոչ քննչականից եմ հասկանում, ոչ էլ դատականից եմ հասկանում։ Բարձր։